ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ինչպե՞ս եք։ Այսօր նրբաբլիթներ ենք պատրաստելու, հեշտ պատրաստվող, արագ պատրաստվող, ծակոտքի գեղեցիկ ժամանակն է մոտենում, իհարկե ես հաճախակի եմ պատրաստում, միշտ ունենում եմ սարսափցիկում պատրաստի տարբեր միջուկներով, բայց այս անգամ որոշեցի կիսվել ձեր հետ այս բաղադրատ տոմսով։ Ինչ է անհրաժեշտ լինելու, սիրելիներ, 400 գրամ մածուն կամ կեֆիր, ինչ որ դուք ընտրում եք, 400 գրամ։ Լցնում ենք ամանի մեջ։ Հիմա բաժակը կօգտագործենք ջրի համար։ Մի լավ այսպես խառնում ենք։ Շատ լավ խառնենք, որպեսզի գնդիկներ չմնան։ Ավելացնելու ենք 3 հատ ձու։ Էլի մի լավ խառնելու ենք։ 1 թեյի գթալ սոդա, 2 թեյի գթալ աղ, եթե ցանկանում եք կարող եք շաքարավազեր ավելացնել, ես այս տարբերակով չեմ ավելացնում։ Սիրելիներս ունենք 200 գրամ ալյուր, մի քիչ լցնում ենք, խառնում ենք։ Եվ նույն բաժակով 1 բաժակ տաք եռացող ջուր լցնում ենք ու շատ արագ խառնում ենք, որպեսզի ձուն չհասցնի եփվի ու գնդիկներ չառաջացնի։ Շատ արագ, այսպես։ Ու կրկին ալյուր ենք ավելացնում, ամբողջ ալյուրը, էլի մի լավ այսպես խառնում ենք։ Հիսուն միլիգրամ ձեթ ենք ավելացնում անհոտ։ Ու շարունակում ենք մի լավ խառնել, սիրելիներս, մեր խմորը պատրաստ է։ Սովորաբար ցանկացած խմոր անելուց խորհուրդ եմ տալիս հանգստացնել։ Անպայման սա է, որքան հանգիստ լինի, այսինքն ինքը հանգստանա, հետո պատրաստեք, այնքան լավ, ավելի լավ է ստացվելու եւ ավելի հաջող է ստացվելու, այսինքն դուք այսպես կարող եք ձեզ թվա, որ ինքը ջրիկ է, որովհետև ալյուրը գլուտենը դեռ չի աշխատել։ Մի քիչ թողեք հանգստանա, այ կտեսնեք, որ ամեն ինչ կարգին է։ Մի 15 րոպե, 20 րոպե պահեք, թող հանգստանա։ Սիրելիներս, թավան պետք է լինի լավ տաք։ Ես այս թավան պահում եմ միշտ հենց նրբաբլիթների համար, շատ հարմար է։ Եթե կպնող հատկություն ունի, կարող եք ձեթ քսել, իսկ թավան պետք է լինի շատ լավ տաք, խմորն է լավ հանգստացել է, սկսում ենք պատրաստել։ Սիրելիներս, ես ձեռքով եմ շրջում, դուք կարող եք հենց սիլիկոնե փայտիկի միջոցով շրջել։ Սիրելիներս, ես շարունակեմ պատրաստել, երբ որ արդեն պատրաստ լինեն շերտերը, կարող ենք հանդիպել, տեսնենք քանի հատ կստացվի այս չափաբաժնից ու հետո արդեն միջուկն էլ կպատրաստենք հաջորդ տեսանյութին։ Սիրելիներս, վերջ, մեր փափուկ, գեղեցիկ, նուրբ,
ներփաբելիկները պատրաստ են, տեսակ որքան ծակոտկեն են ստացվել, որքան նուրբ, փափուկ ու գեղեցիկ են ստացվել, դա իհարկե տաք ջրի շնորհքն է։ Միշտ հիշեք, տաք ջուրը լավ ավելի ծակոտկեն է դարձնում մեր ներփաբելիկները։ Իմ մոտ ստացվեցին 42 հատ ներփաբելիկ, մոռացա ասեմ, որ թավայի չափը 20 սմ է, տրամագիծը 20 սմ է, դե իհարկե մի քիչ փոքր, մի քիչ մեծ թավայով պատրաստելու դեպքում պլյուս մինուս տարբերություններ կլինեն բնականաբար, ու հետո կախված է հաստ ու բարակ պատրաստելը, դրանից էլ է կախված սիրելիներս։ Ես մի փոքրիկ շերեփով պատրաստեցի ու դա բավական էր։ Դե ինձ սիրելիներս, ես տեսանյութի մեջ չգիտեմ ցույց կտամ, թե ոչ միջուկի պատրաստումը իմ ալիքում արդեն ունեմ, բայց պատրաստի վիճակում, տապակված վիճակում հաստատ դուք արդեն կտեսնեք։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար, ինձ այսպես մի փոքրիկ մնացել էր, հիմա կփորձեմ կասեմ աղահամը ինչպիսին է։ Իսկ մենք կտեսնվենք հաջորդ տեսանյութին, պատրաստեք, հարցերի դեպքում գրեք, ես սիրով կպատասխանեմ ձեզ սիրելիներս, հաջողություն բոլորին։ Լինում է չէ, որ երեխաներ ուրախանում են, որ մի հատը փչանում է, ուտում են, իմ մոտ չփչացավ, գոնե ամանը մաքրելուց այսպեսի փոքրիկ դուրս եկավ։ Հենց այսպես է պետք է ուտես, ընտիր աղը տեղը, համը տեղը, կես լիտր հեղուկով պատրաստվեց ընտիր ներփաբելիկներ, հաջողություն բոլորին։